Մեկ տարով հետաձգել ավելացված արժեքի հարկի ազատման արտոնությունն այն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, որոնք էլեկտրական շարժիչով մեքենաներ են ներմուծում։ Այժմ նստաշրջանում քննարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, զեկուցում է նախարար Պապոյանն ու նախագծով առաջարկվող բացառությունը նշում։ Բացառությունը հետևյալն է, մենք առաջարկում ենք այս նոր կարգավորումը կիրառել 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված, այսինքն 2024, 2025 և 2026 թվականի արտադրության, որտեղ 26 թվականին է գործելու արտադրության մեքենաների համար։ Նախարարի խոսքով նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար։ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանին անհանգստացնում է հետևյալ հարցը։ Խայտառակ իրավիճակ է, պետությունը հարկաավաքների փողերը ուղղում է ինչ-որ բիզնեսներին, որպեսզի այդ բիզնեսները մեքենան մտցնեն Հայաստան առանց ավելացված արժեքի հարկ վճարելու և Հայաստանից արտահանեն։ Ինչու պիտի հերոս հարկատուները ֆինանսավորեն բիզնես և ինչու է պետությունը միջնորդ հանդիսանում։ Համար ես կխնդրեի, եթե ունեք այդ թվերը, ամփոփիչ ելույթում դրան անդրադառնաք, իսկ եթե չունեք, կարծում եմ ճիշտ կլինի, որ գոնե երկրորդ ընթերցումի առաջինից երկրորդ ընթերցում անցնելուց հստակ արձանագրի, որ եթե ինչ-որ մեկը մեքենա է ներմուծել և արտահանումը հենց ինքը պետք է ավելացված արժեքը հետ վերադարձնի։ Պապոյանն արձագանքում է. 36,416 մեքենա է Հայաստան 2017-ից 24 թվական և 25 թվականի, 25 թվականի հունիս մտել, որից քանիսն է հիմա այս պահին չեմ կարող ասել, այդ թիվը ձեռքից տակ չկա, բայց ենթադրենք, եթե պայմանական օրինակ 10,000-ով պակաս է, այստեղ պետք է նայենք, հիմա կարող է մարդը գնել է, մի տարի, երկու տարի քշել է, հետո օրինակ վաճառել է, արդյոք իրավունք չուներ այդ մարդը վաճառելու։ Ենթադրում եմ ուներ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրինագիծը ներկայացնելիս տեղեկացնում է, փուլային ձևաչափով ներդրվելու է ընդհանրական համակարգ, որն ապահովելու է բոլոր քաղաքացիների առողջական հիմնական կարիքների բավարարումը։ Ես այստեղ նորից պիտի շեշտադրեմ, որ այն համընդհանուր է, այսինքն ներառելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների, բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների և ամեն անհատի ողջ առողջապահական կարիքները, այլ ուղղված է հիմնական հիվանդացության և մահացության բեռ հանդիսացող վիճակների, հիվանդությունների մեղմանը, դրանց առողջապահական ամենալավ արդյունքների ապահովմանը։ Նախարարը ներկայացնում է 2026 թվականին առաջին փուլով կապահովագրվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65 և ավելի տարիքի, 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցող, ֆունկցիոնալության գնահատական ունեցող քաղաքացիները և անապահովության 28-ից ավելի միավոր ունեցողները։ Նրանք ապահովագրվելու են պետության կողմից և ապահովագրավճարը պետական բյուջեի շրջանակում վճարելու է պետությունը։ Հաջորդ խումբը, որ ներառվելու է 2026 թվականից 200,000 դրամից ավել աշխատավարձ կամ դրան հավասարեցված եկամուտ ունեցող քաղաքացիներն են և նրանց համար էլ կառավարությունը ներդնելու է հետևյալ սուբսիդավորման համակարգը։ Քաղաքացիները պետք է վճարեն տարեկան 129,600 դրամ, որը բաժանելով ամսական ստանում ենք 10,800 դրամ։ Վճարումը իրականացվելու է ամսական կտրվածքով։ 10,800 դրամից նրանք զինապահ հիմնադրամին այսօր վճարվող 5,500 դրամի փոխարեն վճարելու են ընդամենը 1,000 դրամ և մնացած 4,500 դրամը կարողանալու են ուղղել առողջության ապահովագրությանը։ Դուք ձեզ հակասում եք, քաղաքացու կյանքում ինչ է փոխվելու։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմում է նախարարին։ Տիկին նախարար, դուք այստեղ հայտարարեցիք երկրի թիվ 1 ամբիոնից, որ ներկայացնում եք երկրի կարևորագույն ռեֆորմներից մեկը։ Բայց հետո ձեր խոսքում սկսում եք արդեն ինքնդ ձեզ հակասել, որ սա բոլորին չի վերաբերվում, սա համընդհանուր առողջապահական ապահովագրություն է, բայց
համընդհանուր չի, որովհետև հենց նոր դուք ասեցիք, ներառում է բոլորուն, բայց անհատի բոլոր հարցերը չի կարգավորում։ Ուրեմն եկեք ասեք, որ սա ապահովագրություն է մի խումբ մարդկանց, եւ այդ մի խումբ մարդկանց հստակ թիվ հրապարակեք, որ կոնկրետ այս թվով մարդկանց վերաբերելի նախագիծ է։ Եվ անունը մի դրեք համընդհանուր առողջապահության ապահովագրություն, որ հիվանդանոցներն են, որ քաղաքացին հեշտ բացատրեք, որ քաղաքացին կարող է մտնել եւ ասել, որ ես եկել եմ ինձ օգտվելու ինձ օրենքով հասանելիք առողջապահական ապահովագրությունից։ Ավանեսյանը պատասխանում է. 3 տարվա ընթացքում խումբ ներառելու է բոլորին։ Որևէ երկրի բազային մանավանդ ապահովագրական փաթեթ չի փակում մարդու բոլոր կարիքները։ Չկա նման բան։ Եվ մենք էլ չենք խոստանում չեղած բաներ, այլ շատ հստակ ենք մեր քաղաքականության մեջ։ Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանն այս քննարկումն անորոշություն բառով որակեց։ Անորոշություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասով, որովհետև իրենք չգիտեն մեկ ամիս հետո հունվարի 1-ից ինչ տիպի ծառայություններ կարող են ստանալ։ Անորոշություն բժշկական հաստատությունների, պոլիկլինիկաների, հիվանդանոցների համար, որովհետև չկան հաստատված կլինիկական ուղեցույցներ, չկա բժշկական գործողությունների ստանդարտներ, չկան ախտորոշման եւ բուժման միասնական մոտեցումներ։ Նման անորոշություն կա նաև այսպես նոր ձևավորված հիմնադրամի տեսանկյունից, որովհետև հիմնադրամը դեռևս գոյություն չունի։ Ձևավորվելու է մի մեծ խոշոր հիմնադրամ, որ վերահսկելու է այս ամբողջ գործընթացը, բայց այդ հիմնադրամը դեռ չկա։ Ուզում եմ հիշեցնել, որ հիմնադրամը հունվարի 1-ից պետք է աշխատի, բայց ան դեռ չկա, կառուցվածքը չկա, գործառույթները չկան, աշխատակարգը, կանոնակարգը գոյություն չունի։ Մինչ նիստերի դահլիճում թեժ քննարկվում է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրինագիծը, ճեպազրույցներում պարզվում է, թե ովքեր չեն առաջադրել իրենց թեկնածությունը 2026-ի ընտրություններում իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Ես չեմ ընդգրկվել այս ցուցակում, տեսադաշտում ունենալով այն, որ ինձ ավելի էֆեկտիվ եմ համարում Հայաստանում բիզնեսի զարգացման, տեխնոլոգիաների զարգացման, ռազմարդյունաբերության զարգացման, ինչպես նաև Հայաստանի մրցակցային առումով բարձրացման տեսանկյունից կուսակցությունից դուրս գալու դիմում ես չեմ դրել։ Ես կարծում եմ, որ Հայաստանի համար սկսել են լավ ժամանակներ, մեր պետությունը պետքա ծաղկի, մարդիկ պետքա լավ աշխատեն, այս պահին ուզում եմ գնամ հիմա էլ այնտեղ աշխատեմ, պետությունը ծաղկեցնեմ։ Որտեղ որ աշխատել եմ 18 թվականից առաջ ժողովուրդ ջան, ես դպրոցից չեմ հելել եկել ստեղ կամ չգիտեմ, փողոցից եմ եկել։ Ես շատ կեսագրությունից չեք նայում, ես իմ կյանքում 16 տարեկանից սիրելիներս աշխատել եմ 16 տարեկանից մինչև այսօր։ Բացառությամբ մի 2 տարի, որ երեխա եմ ունեցել, չեմ կարողացել։ Ամեն օր աշխատել եմ, հիմա գնում եմ այդտեղ աշխատել։ Մեծ պլաններ ունեմ, լավ, ուզում եմ ստեղծագործեմ, ուզում եմ նոր բիզնես պլաններ ունեմ, ուզում եմ Հայաստանի տնտեսությանը օգուտ բերեմ, վատա։ Ուղղակի չուզեցի առաջադրվել, որևէ պատճառ չկա։ Ուղղակի մի քիչ դադար վերցնեմ ակտիվ քաղաքականությունով զբաղվել։ Քաղաքականությունից դուրս չեմ գալիս, կլինեմ կուսակցական, կարծում եմ կմասնակցեմ կուսակցության նիստերին, ոչ այդքան ակտիվ, բայց այնուամենայնիվ կմասնակցեմ կուսակցության նիստերին։ Ճեպազրույցներից պարզ է դառնում, որ պատգամավորները խուսափում են ներկայացնել իրական պատճառները։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։